Քիչ առաջ Facebook-ում մի ռիլ տեսա, որտեղ Կալուգացի օլիգարխը Սամվել Կարապետյանը խոսում է ինքնության մասին։ Ձեր ինքնությունը ո՞րն է։ Բաժանվող շլվարներն են ձեր ինքնությունը։ Թե ինքնությունը այն է, երբ որ Հայաստանում մի քանի օլիգարխ իրար միս էին ուտում, ձեզ որպես միջնորդ մայրաքաղաքից ուղարկում էին, որ ուլադի տանեք այդ գողական ռազմորկեքը։ Բաժանվող տելևիզորներն են ձեր ինքնությունը, թե եղբորդ նախագահի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ տեղի ունեցողներ։ Այն էր, որ մարդիկ վախենում էին երբեմն որոշ օբյեկտներ գնալ, որովհետև այնտեղ ձեր գալավարեզ ախրանիկներն էին կամ Սաշիկի տղեկը։ Իսկ մեր ինքնությունը ապահով Հայաստանն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները եւ հարգված են եւ նա գիտի իր պարտականությունները։ Մեր ինքնությունը այն է, թե ինչպես են հարգում քո երկիրը, քո երկրի կառավարությունը, որի ապացույց այս օրերին Հայաստանում հյուրընկալվող տասնյակ զարգացած երկրների ղեկավարներն են, ոչ թե Բելառուսանման երկրների։ Այդ է մեր ինքնությունը։ Իսկ ձեր ինքնությունը տելևիզորն ու շլվարն է, որը հունիսի 7-ին մեր ժողովուրդը գիտի, թե որտեղ կհագցնի։ Բարի լույս բոլորին, հուսամ լավ եք եւ աշխատանքային լավ շաբաթ եմ ձեզ մաղթում։ Ուզում եմ անդրադառնալ 3 եկեղեցում տեղի ունեցածին։ Գործընկերներս բավականաչափ խոսել են սրա մասին, դատապարտել այս երևույթը ոչ միայն գործընկերներս, բայց այսօր աշխատանքի գալիս հետևում էի, այսպես ասած, օլիգարխիայի խոսափողների արձագանքին այս միջադեպին, եւ ինչ եմ արձանագրում, ուրեմն մետադիչկայով գրում է հետեւյալը. Դե վարչապետ Փաշինյանը չգիտեր, որ շատ մարդիկ կան հավաքված եւ հնարավոր են սադրանքներ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի, որոնք ուրեմն տոնորերին կամ պատարակներին հավաքվում են եկեղեցիներում եւ ուրեմն թույլ չեն տալիս կամ փորձում են թույլ չտալ իրենց կողմից ոչ հաճո մարդկանց մուտքը եկեղեցի կամ փորձում են սադրել։ Սա ոչ այլ ինչ է, քան աղանդի վերածված մի խմբակ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրանք են որոշում, այդ եկեղեցի ով պետքա մտնի, ով չպետքա մտնի, իրենց հաճելի մարդիկ այնտեղ պետք է լինեն, թե չէ։ Ես կարծում եմ, որ այս կրոնը երբ որ ստեղծվել է ի սկզբանե չի ունեցել նման սկզբունքներ, նման կանոններ եւ նման մտադրություններ եւ հետեւաբար սա աղանդ է, որը պետք է մերժվի Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Այսքանը ձեզ լավ օր եւ լավ շաբաթ։